Համայնքներում պարոն Կարապետյան դպրոցների փակվելու կրճանը վերաբերում, դպրոցները փակվելու խնդիր կա, այսինքն համայնք կա, որ ունի մեկ դպրոց, եւ այդ դպրոցը բավականին լուրջ դպրոց է, երկարգանի 170 տեղանոց եւ այլն, բոլոր հարմարություններով այսօր կառավարությունը որոշել է փակել, բայց իրենք ասում են ծաղկեցնում ենք եւ այլն, այդ առաջ հարցը այդ դպրոցների փակվելու հետ կապված ինչ ծրագրեր կա, եւ երկրորդը Շիրակի մարզի հարակից Շիրակի մարզը ջրային ոլորտում բավականին լուրջ ջրային ռեսուրսներ ունի, բայց հարևան համայնքների, Գյումրի քաղաքի հարևան համայնքները որոտման լուրջ խնդիրներ ունեն։ Իմիտացիա ստեղծվեց, որ Կապսի ջրամբարը կառուցվելու է Շիրակի մարզն ապահովելու ջրով, չնայած կասեցվել այդ աշխատանքները, կարծես թե հարևան պետությունը թույլ չի տվել ջուրը օգտագործելու համար, որ իրենք ավելի շատ օգտագործեն Կապսի ջրամբարի կառուցման հետ կապված նաև 5 ծրագիր ունի ուժեղ Հայաստան, շնորհակալություն։ Շատ շնորհակալ։ Առաջնայինը երևի ջրամբարների դպրոցների արդյունք։ Ուրեմն մի հատ բան ասեմ։ Հայաստանում կա մոտ 1000-ի շրջան 900-ից 950 ակտիվ գյուղ։ Այս կառավարությունը ընտրության հաջորդ օրը դրել է պլան, որ սկսի դպրոցների փակումը ու 950 գյուղից 250 գյուղ, 226 գյուղ առանց դպրոց է մնալու։ Եթե դու հույս ունես, որ պետք է Հայաստանը զարգանա, գյուղերը աճեն, եթե իրանք հույս ունեն, որ Հայաստանը պետք է զարգանա, գյուղերում մարդիկ մնան, ինչու են գյուղի դպրոցները փակում։ Իրանք է հույս չունեն, որ իրանք գլխի են բերել այս գործը։ Իրանք արդեն 1000, մոտավոր 1000 գյուղից 1/4-ը մեր գյուղերի առանց դպրոց է մնում։ 226, մի բան էին լավանում այս ժամանակ ասֆալտի հետ։ Այդ էին լավանում, վերջում էլի բերին դզին, գցին տեղը։ Մենակ ձեր մարզում 45-47 դպրոց է փակվում։ Ու դա գիտեք ինչի արդյունքն է։ Գյուղատնտեսական, գյուղացիական տնտեսությունների հետ պետության չաշխատելու։ Ասեմ ինչու։ Գյուղատնտեսության նախագծություն չկա։ Գյուղացին ապրանքը ստանում է, երբ որ ապրանքը իր մոտ լինում է, ինքը չգիտի ում վաճառի։ Ես հիշում եմ մեր մոտի գյուղերը, կարտոֆիլը լավ սեզոն էր լինում, տխրում էին, որտեղ չգիտեին ում վաճառի։ Վատ բերք էր լինում, տխրում էին, որտեղ վատ բերք էր։ Լավից էլ էին տխրում, վատից էլ, որտեղ չկա վաճառքի տեղ։ Մենք ստեղծում ենք մթերման կայան, պետությունը երաշխավորում է, որ մինիմալ գնով, այս գնով կարտոֆիլը 160-ով կառնեն։ Այդ արդեն գյուղացու խնդիրը չի, գյուղացու խնդիրը արտադրելն է։ Հայաստանում 226 փակող դպրոցների միակ պատճառը գյուղատնտեսության նախարարության չլինելը, գյուղատնտեսական պրոյեկտների չունենալն է, երկիրը չի զբաղվում, մենակ վարկ են տալիս ու վարկի տոկոս են բանկերին տալիս։ Բանկը ինչ կապ ունի գյուղացու հետ։ Գյուղացու բերքը կարծախի։ Սա մեծ պրոբլեմ է, եթե 10 տարի էլ ցած շարունակվեց, հարյուրավոր գյուղեր մարդ չի մնում։ Հիմա էլ որ գնում ես, գնացել են Գեղարքունիքի գյուղեր, վստահ եմ Շիրակ ավելի բարդ է վիճակը, որտեղ Շիրակ ռեալ ամենաբարդն է։ Գյուղով ման են գալի, մի 4 հոգի մարդ տեսանք ամբողջ, մեծ գյուղ ամենա։ Բոլորը թողել գնացել են։ Ինչն է պատճառը այս ամեն ինչի։ Մի բանն է, երկրի պետական ծրագիրն է գյուղատնտեսության պայքարի, գյուղատնտեսության զարգացման համար։ Ու դա պետք է անի կառավարություն, ով գիտի ու վաճառի այդ բերքը։ Ասեն, մենք վստահ ենք, չէ՞ որ Սամվել Կարապետյանը Հայաստանի պես մեծ երկիր չի մեր երկիրը։ Այս բերքը վաճառելու համար իր համար հեշտ է պայմանավորվել մի քանի տեղ։ Երկրորդ բանը, գյուղատնտեսական երկրորդ ամենակարևոր ուղղությունը Արարատյան դաշտը։ Ուրեմն ունենք մի հատ լավ տեղ, որտեղ բերքը վերջապես լավ աճում է։ Արարատյան դաշտն է, ինչ ցանես աճում է։ Գիտեք ինչն է խնդիրը։ Աշխարհում ամենաշատ ջրային ռեսուրսներ երկրներից մեկն է Հայաստանը մի շնչին։ Արարատյան դաշտում ջուր չկա։ Այդտեղ էլ բերքը աճում է, ջուրը չենք հասցնում Արարատյան դաշտ։ Գիտեք ինչու։ Որտեղ թողում ենք եղեգիսով ջուրը գնա Նախիջևան։
Արփասեվանով չենք տանում, մի քիչ ծախս չենք տանում Արփասեվանի վրա։ Թողում ենք եղիկիսով գնում են Նախիջևան։ Աստված, այն որ էլ ինչ ենք ուզում, տվել է, ջուրն էլ է տվել, հողն էլ է տվել, էդ էլ չենք օգտագործում։ Հյուսիսում պահանջում են մեր ապրանքը, հարավում պահանջում են մեր ապրանքը, չենք հասցնում ընդեղ։ Էլ ում վրա ենք դժգոհում։ Մեր, որ չենք կազմակերպել։ Ու դա քաղաքական գործի գործ չի, ճիշտ որ ասեմ։ Դա հենց տնտեսական գործի գործ է։ Այն ժամանակ մեծերը կհիշեն Կարեն Դեմիրճյանի ժամանակները ինքը քաղաքական գործիչ չէր։ Ինքը կազմակերպիչ էր լավ։ Ով կարողացել է երկիրը կազմակերպել։ Մեր երկրին այս խոսքերը, այս քաղաքական գործիչները, այս կռիվները, որ ամբողջ օրը իրար անուն են տալիս, իրար հետ կոնֆլիկտի մեջ են լինում, դա է խանգարում։ Պետք է մոռանանք, սկսենք նորմալ գործով զբաղվել։ Շնորհակալ եմ։